Բարև բոլորին։ Երբեմն տեխնոլոգիան հասնում է այնպիսի մակարդակի, որ սկսում է նմանվել գիտաֆանտաստիկայի։ LG Signature OLED TVR-ը հենց այդպիսի սարք է, հեռուստացույց, որը բառացիորեն անհետանում է, երբ դուք այն չեք օգտագործում։ Եվ սա միայն խոսք չէ, դրա էկրանը իրականում կլորանում է եւ թաքնվում շրջանակի ներսում։ Երբ առաջին անգամ տեսնում ես այս հեռուստացույցը գործողության մեջ, թվում է, որ դիտում ես ապագայից ինչ-որովե տեխնիկայի դրվագ։ Ներքևի հատվածում կանգնած է էլեգանտ հիմքը, որը ավելի շատ նման է դիզայներական հանգանոց կահույքի, էկրան չկա։ Դու սեղմում ես հեռակառավարման կոճակը եւ հսկայական 65 դույմանոց OLED էկրանը դանդաղ սաղում եւ համարյա անաղմուկ բարձրանում է շրջանակից։ Այն կարծես ներսից բացվում է մինչև լիովին բացվելը եւ վերածվում է հսկա ֆունկցիոնալ հեռուստացույցի։ Այստեղ իրական կախարդանքը OLED մատրիցան է։ Ի տարբերության ավանդական LCD պանելների, OLED-ը կարող է այնքան բարակ եւ ճկուն լինել, որ այն իրականում կարող է կլորանալ։ LG ինժեներները ստեղծել են բարակ մեխանիզմ, որը նրբորեն գլորում է էկրանը իր հիմքի մեջ, այնտեղ այն պահվում է նման գլանափաթեթի, բայց ներսում հսկայական գերբարակ 4K պանել է։ Հեռուստացույցն ինքնին պարզապես հիմք չէ։ Ներսում կա հզոր աուդիո համակարգ, որը մոտ 100 Վտ հզորություն է տալիս Dolby Atmos աջակցությամբ, այնպես որ նույնիսկ երբ էկրանը լիովին հետ է քաշվում, սարքը կարող է գործել որպես պրեմիում երաժշտական բարձրախոս։ Ըստ էության դա հեռուստացույց է, բարձրախոսների համակարգ եւ ինտերիերի դիզայն բոլորը մեկ սարքում։ Պատկերի որակի առումով սա նաեւ բարձրակարգ հեռուստացույց է։ Այն օգտագործում է OLED պանել կատարյալ սև գույնով Dolby Vision աջակցությամբ, բարձր պայծառությամբ եւ Alpha 9 պրոցեսորով։ Այդ պրոցեսորի միջոցով մենք ստանում ենք կատարյալ 4K որակ։ Բայց ամենազարմացնողը դա գինն է։ Երբ այս հեռուստացույցը հայտնվեց շուկայում, դրա գինը մոտ $100,000 էր։ Այո, սա համարյա լավ 3 սենյականոց բնակարանի գին է։ Հենց այդ պատճառով սարքը արտադրվեց շատ սահմանափակ քանակության մեջ եւ դարձավ տեխնոլոգիական դեմոնստրացիա, թե ինչ կարող է անել մոդեռն հեռուստացույցի ինժեներիան։ Ըստ էության LG Signature OLED TVR-ը պարզապես հեռուստացույց չէ։ Սա ինտերիերի դիզայնի ապագայի գաղափարն է։ Իմաստը այն է, որ տեխնոլոգիան պետք չի միշտ տեսանելի լինել սենյակի մեջ եւ զբաղվածքի տարածքը։ Այն հայտնվում է միայն այն ժամանակ, երբ այն անհրաժեշտ է, իսկ հետո կրկին անհետանում է։ Եվ անկեղծ ասած, երբ տեսնում ես, թե ինչպես է հսկայական էկրանը սաղում, վերադառնում իր շրջանակին, թվում է, որ սա պարզապես կենցաղային տեխնիկա չէ, ավելի շատ նման է ֆուտուրիստական ֆիլմից եկած ինչ-որևէ հետաքրքիր գեջետ։ Այսօր այդքանն էր, բաժանորդագրվեք, թողեք ձեր կոմենտները։